Ասացածի մեջ մի հատ լավ խոսք կա։ Ասում են վայրեն ժողովրդին, որը իրան ղեկավար կընտրի աղքատներին։ Հիմա այդ ժողովուրդը ընտրեց 18 թվին աղքատին, չտեսին, այս օրին ընկանք։ Հիմա ուզում ենք ազատվենք այս չտեսից։ Հայաստան դաշինքի աջակիցների խոսքերով չտեսների իշխանությունը ոչինչ չի արել Վայոց ձորի համար։ Ասում են վերջին 8 տարում միայն մի բան է փոխվել մարզում։ Տները դատարկվել են, մարդիկ փախչում են գյուղերից։ Ոչ մի հատ այս իշխանության օրոք, ոչ մի հատ ներդրում, ոչ ճանապարհի ասֆալտել, ոչ գյուղ զարգացման համար որևէ ծրագիր, ոչինչ չկա։ Ու արտագաղթը։ Դատար հիմա մեր գյուղում որ հաշվենք, մոտ 50 տուն դատարկ դռները փակ են, գնացել են։ Չկա։ Կամ Ռուսաստաններն են, կամ Երևաններն են, երիտասարդություն արտագաղթն ասել Երևան աշխատելու դռները փակել։ Մեր մարզում ինչելվե Քոչարյանի օրոք է։ Կառուցվել երկու հատ ջրագիծ, որը բազմաթիվ գյուղեր է բանալել։ Դասե ջրովի ու գյուղերը զարգացնում են ապրել։ Վայոց ձորում ծանոթացել են դաշինքի նախընտրական ծրագրին, տեսնում են, որ գյուղը, գյուղացին կարևոր տեղ ունեն այնտեղ։ Վստահ են Հայաստան դաշինքը այնպես կանի, որ Հայաստանը չվերածվի քաղաքպետության։ Լսելով պարոն նախագահի քարոզարշավը, ես ակնկալում եմ, որ ոչ թե ակնկալում, այլ համոզված եմ, որ իր ասածները հաստատ դառնալու է իրականություն։ Շատ կցանկանայի, որ մեր երկրի ղեկավարը լիներ ուժեղ կամքի տեր մարդ, վճռորոշ մարդ եւ ամեն ինչում, որը կարող էր հասկանալ ազգաբնակչությանը։ Եվ միակ մարդը, որին ես տեսնում եմ, դա իմ կարծիքով նախկին նախագահ պարոն Քոչարյանն է։ Վայքում, Սիսիանում շատ լավ են հիշում երկրորդ նախագահի կառավարման տարիները։ Համոզված են Քոչարյանի վերադարձով կվերադառնա մարդկանց հպարտությունը, արժանապատվությունը, խիզախությունը։ Ես ուզում եմ ընես լիճեր, որ Եվ մի պետություն գնա, այն կարմիր գույվերից քայլելու, ես լավ զգամ ինձ, ասեմ հայ է քայլում, ղեկավարը լիրտ պետք չէ լինի։ Ալիևին կզսնողին ենք վստահում ներողություն արտահայտության համար, կզվողին չենք վստահելու։ Հույս ենք կապում, որ նորից կզսնի Ալիևին։ Քոչարյանի ժամանակ թշնամին վախենում էր Հայաստանի ուղղությամբ նայել, այսօր 5 կամ 7 կիլոմետր վերև է։ Եթե անվտանգային հարցերը լուծված չեն, տնտեսական եւ մնացած բոլոր հարցերը երկրորդական են դառնում։ Խաղաղություն, անվտանգություն, ասում են ոչ տեսել ենք, ոչ լսել Սյունիքում։ Իշխանասարն են ցույց տալիս իրենցից մոտ 4 կիլոմետր հեռու Սարի 2 ամենաբարձր գագաթներին բազմած է թշնամին։ Իշխանասարը նկարել եք։ Մի քիչ կառաջանակ կապան, Գորիս, կտեսնեք ինչ վիճակում եք։ Դերաշը տեսել եք, դե ինչ կա, դե բացատրելու բան չկա։ Բացատրելու այլևս բան չկա։ Ուղղակի պիտի ազատվել, իշխանափոխություն անել, վերադառնալ մեր նախկին անվտանգ վիճակին։ Մեր բոլոր բարձունքները, բոլոր ճանապարհները տվել ենք Թուրքին։ Ես չեմ կարող հասկանալ մարդու, ով կարա հանկարծ Նիկոլ ընտրի։ Այսինքն այդ մարդը միանշանակ ասում է ես այս երկրի դավաճանն եմ։ Սա խաղաղություն չի։ Սա ստրկություն է, ինչ այսինքն խաղաղություն ստրկության գնով։ Մարդիկ կյանք են զոհում, իրանց երեխեքի կյանքն են զոհում, որպեսզի հայրենիք պահեն։ Իսկ մենք հայրենիք ենք տալիս, որ կյանք փրկենք, չեմ հասկանում լոգիկան։ Երկիրը ղեկավարել կարող է հայրենիքի արժեքն իմացող մարդը։ Երկրորդ նախագահից լավ ոչ ոք չգիտի, ինչ է հայրենիք ազատագրելը, հայրենիք պահելը, հայրենիք կորցնելը, կարծում են դաշինքի աջակիցները։ Գիտեմ երկրի փրկությունը իրանից է կախված։ Մեր երկիրը ծաղկեցնողը ինքն է լինելու։ Մենք դեպի թուրքացման չեն գնալու։ Մենք ունենք նպատակներ։ Թուրքին ընտրենք։ Ինչպիսի առաջնորդ եք ուզում տեսնել Հայաստանում հաջորդ։ Ազգային մտածելակերպ ունեցող։ Ազգային մտածելակերպ ունեցող։ Ո՞ւմը։ Նիկոլից բացի, քպայից բացի, ցանկացածին։ Փորձառու, ուժեղ ու զուսպ առաջնորդ է Ռոբերտ Քոչարյանը սիսյանցիների համոզմամբ։ Շնորհակալ են երկրորդ նախագահին, որ հանուն հայրենիքի նորից դուրս է եկել պայքարի։ Շնորհակալ ենք Քոչարյանին, որ նորից մտավ քաղաքականություն, սա մեր երկրի հարցն է։ Լիլիթ Խալաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։